Աժն նաև նոր փոխնախագահ ունի, թեժ քննարկումներից հետո 63 ձայնով Հայկ Կոնջորյանն ընտրվեց խորհրդարանի փոխխոսնակ։ Հայաստան դաշինքը չմասնակցեց քվեարկությանը, ուժեղ Հայաստանը դեմ քվեարկեց Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։ Մինչև այս 2 օր Կոնջորյանի շուրջ պտտվող թեմաներն ու ԱԺ-ամբիոնից հնչող հարցադրումները հիմնականում հայփոստի, հարազատների բանկային հաշիվների ու վարքագծի շուրջ էին։ Ճակատագրի հեգնանքով Տիկին Վարդանյան, որքան էլ որ դուք ինձ չսիրեք, դուք պատմության մեջ ամենաշատը մնալու եք շնորհիվ ինձ, Տիկին Վարդանյան։ Եվ դա ինձ համար հետաքրքիր եւ միևնույն ժամանակ հաճելի փաստ է։ Որքան էլ որ դաշնակցությունը չհավանի իմ թեկնածությունը, բայց քաղաքական հայդուկ արտահայտությունը, որ ներեք պարոն Խաչատրյանը այստեղ չդիմացավ եւ կրկնեց, որը ես եմ դրել շրջանառության մեջ, անընդհատ ձեզ հետապնդելու է պարոն Խաչատրյան։ Եվ ես կարող եմ բազմաթիվ արտահայտություններ ասել Աճարյանի բառարանից, չգիտեմ այլ բառարաններից, բայց դա դարձել է ձեր քաղաքական ինքնության կարևոր եւ անբաժան մասը եւ դա իսկապես ինձ համար հաճելի է։ Ուժեղ Հայաստանից Հարություն Մնացականյանը զուգահեռներ էր անցկացրել մասնավոր բիզնեսի եւ ռազմավարական նշանակության օբյեկտների միջև, պնդելով պետականացվող ձեռնարկությունների ոչ արդյունավետ կառավարումը կարող է ծանր հետևանքներ ունենալ տնտեսության եւ ներդրումային միջավայրի համար։ Այդ որ խոսում եք անընդհատ 500 միլիոն վնաս է, հաջորդ տարի 1 միլիարդ վնասով աշխատելու։ Եվ ցանկացած մասնավոր սեփականություն, երբ որ տրվում է պետությանը, ունենում է այս արդյունքը, չունենում առաջընթաց եւ պետական կառավարողը չունենալով բիզնես մտածողություն, բերում է հասցնում է այս վիճակին։ Նույնը կոնյակի գործարանի հետ կապված, երբ որ Ծառուկյանից վերցնում եք, կոնյակի գործարանը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, որտեղ նա արտահանում է իրականացնում, սուրանդակային ծառայություն չի իրականացնում։ Ու չկարողանալով կառավարել, մի ամբողջ արժեշղթա ոչնչանալու է, գյուղացիները չեն կարողանալու խաղում մթերեն։ Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հիշեցրել է, թե ինչ պայմաններում խնդրեցին Սամվել Կարապետյանին, որ ձեռք բերի հեծը։ Նա ստանձնել էր հոսանքը չթանկացնելու հանձնառություն ու իրականացրել շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում։ Պարզվում է 3-ից 2-ի խախտումները կատարվել են օգոստոսին։ Թե Ղազինյան Դավիթը պուլտով էր այդ անջատումներն անում, թե այդ խախտումներ անում, այդ արդեն չկարողացան ապացուցել։ Բերել են իրանց ժամանակվա կատարված խախտումները։ Կարապետյանի խոսքով Կոնջորյանի ընտրության դեպքում կա շահերի բախում, քանի որ խորհրդարանը պետք է պատշաճ վերահսկողություն իրականացնի կառավարության եւ դրա ենթակայությամբ գործող հայփոստի նկատմամբ։ Եթե տնօրենը այդ ընկերության եւ ազգային ժողովի իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը իրար հետ կապ չունենային, հարց պետք է առաջանար այդ անձնավորությանը, իհարկե չեմ ուզում, որպես ֆիգուր եմ ասում, թե ինչու է սակագինը բարձրացել, ինչու այդ ժամանակվա ընթացքում որևէ շահույթ չի ստացվել, բաշխվել է 0 դրամ, միակ շահույթը, որ բաշխել են իրանք, Էրնեկյանի աշխատած փողն ա եղել։ Քրիստինե Վարդանյանը հիշեցնում է Կոնջորյանի եղբոր արկածները, թե ինչպես էր վարորդական իրավունքից զրկված Ավետ Կոնջորյանը մեքենավարում։ Խնդիրը գիտեք որն է, որ այդ քրեական վարույթի ընթացքում Հայկ Կոնջորյանի եղբայրը մարմնին քննություն իրականացնող ներկայացրել է տեղեկանք, որ ինքը դատված չի եղել։ Ու դրա համար կրել է ավելի քիչ պատիժ, կարար ընդհուպ միջև ազատազրկում ունենար, բայց շատ փոքր տուգանքով սահմանափակվել է, որովհետև այդ տեղեկանքն է ներկայացվել։ Բայց Հայկ Կոնջորյանի եղբայրը 2010 թվականին պարզվում է դատված է եղել, դատվածություն ունի, գիտեք ինչ հոդվածով։ Խարդախության։ Ինչքան վնասը ավելացել է հայփոստի, այնքան աշխատավարձային ֆոնդն է ավելացել եւ ձեր կնոջ աշխատավարձը։ Ամբողջ խնդիրը սա է, նույնիսկ եթե մտածենք, որ ձեր կինը թափանցիկ կերպով ընտրվել է հանձնաժողովի հայփոստի ղեկավար, միևնույն է ինքը անարդյունավետ է գործել, եւ քանի որ հայփոստը պետական ձեռնարկություն է, մենք չենք կարող դրան չանդրադառնալ։ Աժնախագահի 3 տեղակալներից մեկի պաշտոնը օրենքով հատկացված է ընդդիմությանը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանին, իսկ ՔՊ-ն Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Ալադավթյան, Էպիկենտրոն։